Բարի երեկո ձեզ, հարգելի հետևորդներ ջան։ Այսօր ժամանակ եմ գտել ինձ համար, որ կամպոտ պատրաստեմ, գիլասի կամպոտ։ Երկու օր ուզում եմ պատրաստեմ, ժամանակ չի լինում, ժողովուրդ ջան։ Կոճիկները հեռացնեմ, պահածոների սեզոնը համարենք բացված, ժողովուրդ ջան, որովհետև հենց ես սկսում եմ այս գիլասից հետո ունեմ խաղողի տերև, որ պետք է լցնեմ բանկաների մեջ, աղաջրի մեջը։ Առաջի գործողությունը սա անեմ, հետո անցնեմ թփին։ Բանկաները արդեն նախապես լվացել են։ Տեսեք, ուրեմն 2 լիտրանոցների մեջ եմ լցնում, արգել հետևորդներ ջան, մեկ էլ էս շշերի մեջ, լիտրանոց շշերի մեջ նախապես լվացել եմ, պատրաստ եմ արել։ Հարգելիներս, այսօր ամռան առաջին օրն է և երեխաների պաշտպանության օրը։ Շնորհավորենք մեր երեխաների օրը, թող իրանց օրը միշտ լինի տոն, ապրեն անհոգ և խաղաղ երկնքի տակ։ Եվ ամենակարևորը լինեն առողջ։ Հələ տեսեք ինչ հրաշք գիլաս է։ Ժամանակ չեմ ունենում, որ ամեն օր բոլովակ նկարեմ, շատ եմ ցանկանում, որ նկարենք, չի ստացվում, ժողովուրդ ջան, չի ստացվում, հենց առաջինը Էլենը չի կարողանում, որովհետև քննությունները, այսօր դպրոցը գնաց է, նորից դպրոցից ուշ եկել է, որ նկարենք, դե մենք էլ մեր խառը գործերով, դուք գիտեք, ամեն օր թութ ենք խաղում, ամեն օր առավոտյան արթնանում ենք, սուրճը խմում ենք և գնում ենք թութ խաղելու։ Հիմա չեմ շարում, ժողովուրդ ջան, հիմա շար չեմ անում, արդեն քանի օր է, հենց այդպես կիլոյով հաշվում են, տանում են։ Այսօր դոշաբել եմ քամե, հարգելի հետևորդներ ջան, ձեռքերիցս չի երևում, այսօր դոշաբել, թութը թափ ենք տվել, մի հատ ջրով լվացել եմ սիրուն, քամիչի մեջ թողել եմ քամվելա ու հետո ձեռքերով տրորել եմ, լավ, հիմա նկուղում է, կախել եմ հորտեղ, սոկը քամվում է, երևի վաղը առավոտյան նոր դոշաբը կդնեմ արդեն գազին։ Այդպես էլ հարգելի հետևորդներ ջան, այնքան զբաղված ենք, որ չենք էլ կարողանում, որ մի հոլովակ նկարենք։ Ուզում եմ շնորհակալություն ասեմ, այդ հոլովակը Էլենը որ տեղադրել էր, ժողովուրդ ջան, երգերը տեղադրել էր ալիքում, մեր ալիքում էլ էր տեղադրել, Էլեն Շահնազարյան իր յութուբյան ալիքում էլ էր տեղադրել, շատ շնորհակալ եմ ձեզանից, լավ մեկնաբանությունների համար, հարգելիներս, որ գնահատում եք Էլենիս աշխատանքը, Էլենիս կատարումը, Էլենի կողմից էլ շնորհակալություն։ Ինչ ասեմ, իմ լավ հետևորդներ ջան, սիրում եմ ձեզ և միշտ էլ ասել եմ, որ դուք ինձ հարազատ դարձած մարդիկ եք, ժողովուրդ ջան, անուններով, բոլորիդ էլ արդեն մեկնաբանությունները, որ կարդում եմ, շատ ժամանակ չեմ կարողանում ամեն օր կարդամ, ժողովուրդ ջան, 1000-ից մեկ ստացվում, որ կարդամ, կներեք, ներող կլինեք, որ չեմ պատասխանում, բայց շնորհակալ եմ ձեզանից, շատ շնորհակալ եմ։ Տեսեք, մնացել է սառնարանում, մի քիչ փափկել է։ Հիմա սա ինչ պետք է անեմ, ուրեմն սրանից պետք է ճիր պատրաստեմ, ժողովուրդ ջան։
Դրա համար հենց այս բոլորը հանել եմ սառնարանից, որ տիրապետեմ, չթողեմ էլ արդեն մնաս այդ ամանի մեջ։ Այսօր տրամադրեմ ինձի սենց գործերին, որ թեթևացնեմ։ Ամեն օր չի, որ կարողանում եմ, անեմ սենց բաներ, չի ստացվում, թութը չի թողում։ Երևի այսքանը արդեն դարականա, հիմա լավ լվանա։ Ուրեմ ասեմ, հարգելի հետևորդներ ջան, ես այս կոմպոտները գիլասը կլինի, չգիտեմ, շլորը կլինի, վիշնին կլինի, միշտ շաքարավազը լցրել եմ բանկաների մեջ, պտուղների հետ, հետո նոր ավելացրել եմ եռացրած ջուրը, բայց այսօր որոշել եմ, որ հենց սոկը ես եփեմ, հետո նոր եփած վիճակում, օշարակը ես պատրաստեմ, նոր լցնեմ բանկաների մեջ։ Իսկ ասարը գունում եմ։ Եթե կավելանա, խմելու սոկ կպատրաստեմ։ Դժվար էլ թե կավելանա։ Այդ ծածկեմ ու դնեմ գազի։ Կամպոտս որոշել եմ պատրաստեմ լիմոնով։ Ակի ոնց որ շատ փափուկ լինի, շաղավոր։ Ունենք բանկայի մեջ, այսպես մի կտոր լիմոն եմ դնելու։ Կորիզները կհեռացնեմ, հետո նոր լիմոնը կդնեմ արդեն բանկաների մեջ։
շշերի մեջ։ Ուրեմն ասեմ, այս երկու շիշերն էլ ժողովուրդ ջան, լիմոն չեմ ուզում լցնեմ, հենց առանց լիմոնի եմ, հենց սովորական կոմպոտ։ Ինձ օգնության ա եկել իմ թորնիկը Միլենաս, եկել ասմա տատի, եկել եմ քեզ օգնեմ, ես տաները մաքրեմ, որ դու թութ քաղես, չէ Միլեն։ Նախապես ասма, որ հանկարծ տատին չասի, Միլենա ջան, այս խառը օրերին խի ես եկել։ Ինքը նախապես արդեն ասма տատի, ես տուն մտածել էի, որ տենց ասի, որ դու հանկարծ բան չասես։ Հիմա եկել է իմ աղջիկս գործ անում, տատին գործի ա դրել։ Նենց էլ հավեսով գործ անում ժողովուրդ։ Այսքան էլի հերիքա։ Հետաքրքիր է, ես ինչի անարինջ, նորից լայմ, հայսի, ես էլ բանան և ելակ։ Այսպես։ Ինչ է? Լիմոն բանեմ, լիմոն կա մեջը մեկը։ Շատ չեմ ուզում քաղցր անեմ ժողովուրդ ջան, չեմ սիրում քաղցր, կամպոտ չեմ սիրում։ Նախընտրում եմ անհամ կամպոտ խմեմ, այսինքն հենց միրգը եռացնեմ խմեմ։ Ավելի հաճիկով եմ խմում, քան թե սենց քաղցր կամպոտները։ Մի հատ էլ խառնում եմ։ Թողնենք թողնելը։ Ուրախությունով, ուրախ ծներ մեզ ժողովուրդ ջան։ Ծածկե, հաջորդը կլցնեմ։ Սա էլ լցնեմ երևի։ Վերջ։
Սա էլ երրորդ բանկանն է, ուրեմն երկու հատը արդեն սակատեցի, սա էլ երրորդն է։ Հիմա նորից ջուր կլցնեմ, որ արդեն շշերի սոկը պատրաստեմ։ Որ շուտ եռա։ Հիմա ինչ եմ անում, իջև կացան եռա, ուզում եմ այստեղ նորից գիլած կա, պոչերը հեռացնեմ, լվանամ, ժողովուրդ ջան, լավ քամվի, լավ պետքա քամվի սրբիչի վրա, ամանի, հետո սենց հատիկ շարեմ սիլի վրա, դնեմ սարցարան, սարցարանից կանեմ, կլցնեմ տոպրակները, կպահեմ արդեն ձմեռվա համար, համ չայի մեջ կլցնեմ, համ խմորեղենի մեջ կլցնեմ, հետո կարող ենք նորից թարմ կամպոտներ պատրաստենք։ Մի քիչ Միլենաս մաքրեց, հոգնեց։ Ես էլ ուրախացա, ասի Միլենան հեսա տատին կօգնի, հենց այդքան օգնեցի տատին, Միլենա ջան։ Այ աղջիկ։ Արամիկից ճանապարհել եմ այսօր, Արամիկս քանի օր է մեր տունն է ժողովուրդ ջան, այսօր Արամիկից ճանապարհել եմ, Միլենաս ա եկել։ Հիմա էսի լվանա։ Չեմ անում, ամանի մեջ դնում եմ սրբիչ, հետո գիլասը, ժողովուրդ ջան, որ լավ քամվի, ջրային մաս չլինի, սարսարան դնելու համար այսպես եմ անում։ Նորից այսպես, հիմա մի քիչ էլ նորից վրան կլցնենք,
թողնեմ թող այսպես քամվի։ Հետո կլցնեմ տոպրակների մեջ։ Մի հատ լավ փակենք։ Վերջ մնաց, վերջի շիշը լցնեմ։ Հիմա կծածկեմ, հարգելի հետևորդներ ջան, վերջացրեցի, կծածկեմ և առավոտյան արդեն կտեղափոխեմ այս բանկաները նկուղ։ Վերջ, պատրաստեցի մեր այգու ամենահամով քաղցր գիլասի կամպոտը լիմոնով, ժողովուրդ ջան։ Երկու շշեր արեցի առանց լիմոն, իսկ մնացածի մեջ, ամեն մեկի մեջ մի կտոր լիմոն լցրեցի։ Ասենց սիրուն շարելուց հետո ժողովուրդ ջան դնելու եմ սարսարանը մաքրեմ։ Ջրային մաս չկա, լավ քամվել է։ Սարսարան դնելուց առաջ
պետք է անպայման լավ քանված լինի, ջրային մաս չլինի, ժողովուրդ ջան։ Այսպես։ Նորից մի հատ էլ սինի բերեմ։ Այսպես։ Այսօր էլ այսքան է, իմ լավ հետևորդներ ջան։ Ճիշտ է, այսքան էլ լավ գույնը կարմիր չի, որովհետև նոր եմ պահածոյացրել, նոր եմ զակատել, տեսա, որ արդեն մնա գույնը ավելի կկարմրի։ Ուզում եմ այսքանով էլ ավարտեմ եւ ձեզ բոլորիդ ասեմ շնորհակալություն հոլովակը դիտելու համար, շնորհակալություն շատ մեկնաբանությունների համար, իմ լավ հետևորդներ ջան։ Եվ առողջ մնացեք, լավ մնացեք, ցտեսություն բոլորիդ։